Բարև ձեզ սիրելի ընկերներ, Փառք Աստծո, որ մենք այսօր էլ կենթան ենք, առողջ ենք, կարող ենք գալ Աստծո ոտքի մոտ եւ սովորել դասերը։ Թող Աստված օրհնի այս ժամը, որպեսզի իր փառքի համար եւ մեր փրկության համար անցնի եւ մենք ուսումնասիրենք եւ ճիշտ հասկանանք իր ճշմարտությունը եւ իրագործենք մեր կյանքում Հիսուսի շնորհքով։ Հիսուսի անունով խնդրեցի, ամեն։ Մենք գիտենք, որ այս երամսյակ ուսումնասիրում ենք մի թեմա, որը կոչվում է հավատի դասերը Հեսուի գրքում եւ արդեն հասել ենք 10-րդ, որը կոչվում է իսկական Հեսուն։ Հիշելու համարն է առաջին Կորինթացիս 10:11։ Եվ այդ ամենը նրանց իբրև օրինակ էր պատահում, բայց իբրև խրատ գրվեց մեզ, որոնց համար հասել է ժամանակի վերջը։ Ուրեմն Հեսուի գրքում կա զգացողություն, որ դրա գլխավոր հերոսի կյանքը մատնանշում է իրենց դուրս մի իրականություն, որը շատ ավելի մեծ է, քան ինքը մարդը։ Այս սկզբունքը մենք տեսնում ենք ամբողջ Աստվածաշնչում, ինչպես օրինակ Քանանի երկրի դեպքում, որը մեր հավիտենական հույսի խորհրդանիշն է նոր երկրի վրա։ Եվ իհարկե երկրային սրբարանի ծառայությունը մատնանշում էր ավելի մեծ իրականություն։ Եբրայեցիներ 9:11 ասում է. Իսկ Քրիստոսը գալիք բարիքների քահանայապետը եկավ անցնելով ավելի մեծ կատարյալ եւ անձրակերտ խորանով, այսինքն ոչ այս աշխարհի արարածների կողմից պատրաստված։ Կարդանք Հռոմեացիներ 5:14 համարը։ Բայց Ադամից մինչև Մովսես մահը թագավորից նույնիսկ Ադամի մեղքի պես մեղք չգործածների վրա Ադամի, որ օրինակն է նրա, որ գալու էր, այսքան Հիսուս Քրիստոսի օրինակն էր։ Նաև կարդանք առաջին Կորինթացիս 10:11 համարից, առաջին Կորինթացիս 10:11-ից 13-ը եւ այդ ամենը, այսինքն ինչ որ կատարվեց հրեաների հետ անապատից դուրս գալուց հետո եւ հետո ինչպես մտան այդ երկիրը եւ Պողոս Արաքյալ ասում է եւ այդ ամենը նրանց իբրև օրինակ էր պատահում, բայց իբրև խրատ գրվեց մեզ, որոնց համար հասել է ժամանակի վերջը։ Ուրեմն ով համարում է, թե հաստատուն կանած է, թող զգուշ լինի, որ չընկնի։ Ձեզ ուրիշ փորձություն չի պատահել, բացի մարդկային փորձությունից, բայց Աստված հավատարիմ է, նա ձեզ չի թողնի ձեր կարողությունից առավել փորձվելու, այլ փորձության հետ երկնել կպատրաստի, որ կարողանաք դիմանալ։ Այսինքն Աստված մեր ուժերից վեր փորձություն չի տալի, երբ որ փորձություն է գալի, պետք չէ տխրել եւ հուսահատվել եւ բողոքել, այլ ուղղակի Աստծուն խնդրել, որ ուժը տա, որտեղ մենք գիտենք, որ Աստված մեր ուժերից, մեր կարողությունից վեր մեզ փորձություն չի տալիս։ Եվ այդ փորձությունները, ինչպես ասում է Աստվածաշունչը, մեր բարօրության համար է, մեր փրկության համար, մեր խրատվելու, դաստիարակվելու համար, մեր պատրաստվելու համար երկնային առկայությունը ժառանգելու։ Եբրայեցիներ 8:5 8:5 համար։ Ովքեր իրենց ծառայություն են մատուցում երկնային բաների օրինակով ու շուկով, ինչպես որ Մովսեսին հրաման տվեց, երբ նա խորանը պիտի կառուցեր, տես ասում է, որ ամեն բան անես ըստ այն օրինակի, որ քեզ լեռան վրա ցույց տրվեց։ Այսինքն ամեն ինչը նախակերպար էր, կերպարը հետո էր գալու։ Եվ Եբրայեցիներ 9:23 Արդ հարկավոր էր, որ երկնավոր բաների օրինակներն այսպիսի բաներով մաքրվեին, իսկ բուն երկնավորները դրանցից ավելի լավ զոհերով, այսինքն Քրիստոսի զոհով մաքրվեց երկնային սրբարանը։
Ուրեմն այս համարներում կիրառվում են նախակերպար և կերպար եզրույթները, հղում անելով այն ձևին, թե ինչպես է նոր կտակարանի գրողը սահմանում հին կտակարանի տեքստի կամ իրադարձության հարաբերությունը և դրա նշանակությունն իր ժամանակին կամ ապագայում։ Եվ այդ նախակերպարը և կերպարը, այդ մեթոդը մարդկանց իրադարձությունների կամ հաստատությունների հատուկ մեկնաբանություն է, որոնք նախապատկերում են Հիսուսին կամ ավետարանում պարունակվող այլ իրողությունները։ Նախակերպարը համապատասխանում է կերպարին որպես կաղապար, որն արտացոլում է սկզբնական ձևը, նույնիսկ եթե վերջինս կերպարը ավելի լիարժեք է կատարում նախակերպարի նպատակը։ Այդպիսով աստվածաշրջան նախակերպարը ձևավորվել է Աստծո մտքում գոյություն ունեցող աստվածային ծրագրի համաձայն, կոնկրետ կամ հայեցակարգային առումով և այն ծառայում է ապագա կրկնօրինակներ կամ կերպարներ ձևավորելու համար։ Կարևոր է հասկանալ, որ նոր կտակարանի գրողները հին կտակարանի որոշ տեքստեր պատահականորեն չեն վերագրում կամ իրենց ուզելով չեն վերագրում նշանակություն տալիս դրան, այլ որպեսզի ընդգծեն կարևոր գաղափարներ կամ դիտարկումներ։ Հին կտակարանյան նախակերպարը միշտ վավերացվում է մարգարեական գրություններով, նախքան այն կերպարային իրականացում է ձեռք բերում նոր կտակարանում։ Աստվածաշնչի մեկնիչները կամ մեկնաբանողները չեն կարող կամայականորեն որոշել, թե որն է աստվածաշնչյան նախակերպարը կամ ինչպես է այն իրականանում նոր կտակարանում և դրանից դուրս։ Աստվածաշունչը ինքն է ապահովում աստվածաշնչյան նախակերպարի կիրառման որոշ ուղեցույցներ և սկզբունքներ։ Այսինքն աստվածաշունչը ինքը տալիս է նախակերպարը և հետո պարզաբանում է, թե որն է կերպարը։ Մարդը ինքնակամորեն չի կարող դա որոշել։ Եվ քանի որ Սուրբ Գիրքն ունի մեկ աստվածային հեղինակ, Սուրբ Գրքի տարբեր մասերը համահունչ են, այլ ոչ թե հակասում են իրար, ինչպես շատերն են ներկայացնում, ովքեր խորը չեն ուզում ուսումնասիրել, Աստվածաշնչի բոլոր վարդապետությունները պետք է համապատասխանեն միմյանց, առանձին հատվածների մեկնաբանությունները պետք է ներդաշնակեն այն ամբողջությանը, թե ինչ է ուսուցանում Սուրբ Գիրքը տվյալ թեմայի վերաբերյալ, եւ այդպես էլ կա։ Ուղղակի այն մարդիկ, ովքեր մակերեսային են ուսումնասիրում եւ նախապաշարված են մոտենում, այսինքն մոտենում են Աստվածաշնչին այն մտադրությամբ, որպեսզի սխալ հանեն Աստվածաշունչը, որպեսզի հակասություններ գտնեն Աստվածաշնչում։ Այդ մարդիկ են, որ իրենց կարծիք ասում են, թե իբր թե Աստվածաշնչում հակասություններ կա, բայց երբ որ խորը մտածված ուսումնասիրում ես, տեսնում ես, որ ոչ մի հակասություն չկա, այլ ամեն ինչ իր տեղն է։ Ուրեմն Ելք գլխի 3 գլխում մենք գիտենք, որ Աստված երևաց Մովսեսին, երբ որ ինքը անապատում էր և ասեց, որ ես քեզ ուղարկում եմ, որպեսզի դու ազատագրես ժողովրդին, և ասեց, որ այս հողը սուրբ է և հանիր քո կոշիկները, նույնը եղավ Հեսուի հետ։ Առաջին մարտից առաջ նրան երևաց ինքը Հիսուս Քրիստոսը և կարծես թե օրհնեց նրան այդ գործի համար և նույնը կրկնեց, ասեց այստեղը սուրբ է, կոշիկներդ հանիր։ Այսինքն Հեսուն ներկայացվում է որպես նոր Մովսես, որ երկրորդ սերնդի կյանքում կրկնում է Եգիպտոսից դեպի ելք կարևորագույն քայլերը, երկրորդ սերնդի կյանքում, առաջին սերնդի կյանքում արեց Մովսեսը, իսկ երկրորդ սերնդի կյանքում արեց Հեսուն։ Ճիշտ այնպես, ինչպես Մովսեսը նա հանձնարարություն է ստանում Տիրոջ հետ անձնական հանդիպման ժամանակ,
երկուսի առաջնորդության ներքո ուրեմն Մովսեսը առաջնորդեց ժողովրդին Կարմիր ծովը անցան, իսկ Հեսուն առաջնորդեց ժողովրդին Հորդանանը հրաշքով անցնելու մեջ։ Եվ երկու առաջնորդներին էլ հիշեցվում է թրպատության անհրաժեշտության եւ զատկի կարողության մասին, այսինքն մենք գիտենք, որ թրպատությունը փոխարինվել է հիմա մկրտությամբ, այսինքն մկրտությունն է անհրաժեշտ, իսկ զատիկն էլ փոխարինվել է ոտնալվայով կամ ինչպես են այլ ձևի ասում, երբ որ Հիսուսը բաժանեց հացը եւ ասեց սա է իմ մարմինը եւ խաղի հյութը տվեց եւ ասեց խմեք, սա է իմ արյունը, այսինքն ուզում էր ասել, որ եթե դուք ինձ որպես փրկիչ չընդունեք, չեք կարող փրկվել։ Եվ երկուսին էլ կարգադրվում է հանել իրենց կոշիկները, երկուսի մեկնազերքն ազարում է հաղթանակի մասին, Մովսեսը հրահանգներ է տալիս երկրի բաժանման եւ ապաստանի քաղաքների հիմնադրման վերաբերյալ, Հեսուն կատարում է հրահանգները։ Երկուսն էլ հրաժեշտի խոսք են հղում ազգին եւ նորոգում են ուխտը ժողովրդի համար իրենց ծառայության ավարտի ժամանակ։ Հեսուի կյանքը Մովսեսի կողմից արված մարգարեության մասնակի կատարումն էր, սակայն Մովսեսի կողմից արված մարգարեությունը չիրականացավ իր վերջնական իմաստով։ Վերջնական իմաստով մարգարեությունը կարող էր իրականացվել միայն Մեսիայի կողմից, այսինքն Հիսուսի։ Նա էր, այսինքն Հիսուսն էր, որ մոտիկից ճանաչում էր Հորը, ինչպես ասում է Հովհաննես 1:14-18, նա ճշմարիտ էր եւ ճշմարտացիորեն հայտնեց Աստծուն, Ղուկաս 10:22, Հովհաննես 10:4-6, Մատթեոս 22:16, Աստված իսկապես իր խոսքերը դրեց նրա բերանուն, ինչպես գրված է Հովհաննես 14:24-ում, այդպիսով եւ Մովսեսի եւ Հեսուի կյանքը դառնում են գալիք Մեսիայի, Հիսուսի նախակերպարը, իսկական կերպարը Հիսուսն էր։ Կարդանք Գործք Առաքելոց 3-րդ գլուխ 22-ից 26 համարները։ Նախ Մովսեսն է ասել. ձեր Տեր Աստվածը ձեր եղբայրների միջից ինձ նման մի մարգարե պիտի անի, նրան պիտի լսեք ամեն ինչու, մինչև ձեզ ասի, այսինքն դա Քրիստոսի մասն է խոսքը։ Եվ ամեն մարդ, ով այդ մարգարեին չլսի, ժողովրդի միջից պիտի բնաջնջվի։ Սկսած Սամուելից նրան հաջորդած բոլոր մարգարեները կանխասացին այս օրերի մասին։ Դուք եք որդիները մարգարեների եւ այն ուխտի, որ Աստված մեր հայրերի հետ հաստատեց եւ Աբրահամին ասաց. եւ քո սերնդով պիտի օրհնվեն երկրի բոլոր ազգերը։ Աստված նախցեց համար հարություն տվեց իր որդի Հիսուսին եւ ուղարկեց նրան ձեզ օրհնելու յուրաքանչյուրի իր չար գործերից հետ դարձնելով։ Եվ նաեւ Գործք Առաքելոց 7:37 համարը 7:37 Այս Մովսեսն է, որ Իսրայելի որդին ասաց Աստված ձեր եղբայրների միջից ձեզ համար ինձ նման մի մարգարե պիտի անի, նրան լսեք։ Այսինքն Մովսեսը եւ Հիսուսը սա ասում է, այսինքն Պետրոսը ասում է, որ նրանք հասկանան, որ երբ որ Մովսեսը դա ասեց, նա ասեց Հիսուսի մասին, եւ Հիսուսն էր իսկական կերպարը։ Ուրեմն կարդանք Եբրայեցիներ 3-րդ գլխի 3-րդ գլուխ
7-րդ համարը ուրեմն 4-րդ համարը նախ կարդանք ամեն տուն որևէ մեկի կողմից է կառուցվում իսկ նա ով ամեն բան արարեց Աստված է եւ 7-րդ համարը դրա համար Սուրբ Հոգին այսպես է ասում այսօր եթե նրա ձայնը լսեք ձեր սրտերը մի կարծրացրեք ինչպես փորձության օրը անապատում որտեղ ձեր հայրերը փորձվեցին եւ ինձ քնեցին ինձ ուտեսան իմ գործերը 40 տարի դրա համար այս սրնդի զզվեցի եւ ասացի միշտ մոլորվում են սրտով եւ նրանք իմ ճանապարհները չճանաչեցին այնպես որ ես իմ բարկության մեջ երդվեցի որ իմ հանգստի մեջ չմտնեն Տեսեք եղբայրներ, թող երբեք ձեզանից մեկի մեջ անհավատ չարսիրտ չլինի եւ հեռանա կենդանի Աստծուց, այլ ամեն օր միմյանց հորդորեք, քանի որ այս օրը դեռ կա, որպեսզի ձեզանից ոչ ոք մեղքի խաբեության չկարծրանա։ Քանի որ մասնակից եղան Քրիստոսին, ուստի հավատը սկզբից մինչև վերջ պետք է հաստատուն պահենք, քանի որ ասվում է. այսօր եթե նրա ձայնը լսեք, ձեր սրտերը մի կարծրացրեք։ Թող Աստված օգնի, որ երբ որ մենք լսում ենք Աստծո ձայնը, մեր սրտերը չկարծրացնենք։ Նոր կտակարանի գրողները ներկայացրել են Հիսուս Քրիստոսի ծառայության բազմաթիվ ոլորտներ Հեսուի աշխատանքի միջոցով։ Ինչպես Հեսուն մտավ Քանան 40 տարի անապատում գտնվելուց հետո, այնպես էլ կերպարը Հեսուի, այսինքն Հիսուսն անցավ իր երկրային ծառայությանը 40 օր անապատում եւ իր երկնային ծառայությանը 40 օր այս երկրամայության մեջ։ Այսինքն այս երկրամայության մեջ անցկացնելուց հետո, այսինքն երբ որ Հիսուսը պիտի սկսեր իր երկրային ծառայությունը, ինչ եղավ, ինքը մկրտվեց եւ հետո 40 օր գնաց անապատում ծոմ պահեց եւ նախապատրաստվեց իր երկրային ծառայության համար, բայց երբ որ ինքը հարություն առավ, մեռավ, հետո հարություն առավ, նորից 40 օր անցկացրեց երկրի վրա նախապատրաստվելով իր երկնային ծառայության համար։ Հորդանան գետում Հիսուսի մկրտությունից հետո ավետարանագիրները մեջբերում են Սաղմոս 2:7 եւ Եսայի 42:1 համարները։ Ուստի իր մկրտության միջոցով, եթե ուզում եք կարդանք Սաղմոս 2:7 Պիտի հայտարարեմ հրամանը, Տերն ասաց ինձ, դու իմ որդին ես, ես այսօր ծնեցի քեզ, այսինքն դու այսօր օրհնվեցիր, որպեսզի իմ որդու գործը անես։ Այսինքն Հիսուսը որպես որդի որոշվեց, որ Հիսուսը որպես Աստծո որդի պիտի ծնվի մարմնի մեջ։ Եվ Եսայի 42:1 Ահա իմ ծառան, որին ես նեցուկ կլինեմ, իմ ընտրյալը, որին հավանություն է տվել իմ անձը, ես իմ հոգին դրել եմ նրա վրա, նա իրավունք պիտի բերի ազգերին։ Եվ այս բոլորը Հիսուսի մասին է։ Ուստի իր մկրտության միջոցով Հիսուսը ներկայացվում է որպես աստվածային պատերազմող, ով նվիրյալ հնազանդ կյանքի միջոցով նույնիսկ մինչև մահ կվարի Աստծո պատերազմները չար ուժերի դեմ։ Մեր կյանքում գնում է պատերազմ, Հիսուսը պատերազմում է ընկած արուսյակ հրեշտակի հետ եւ Հիսուսի բարի հրեշտակները պայքարում են չար հրեշտակների դեմ Հիսուսի ղեկավարությամբ։ Նրա կյանքն ու մահը խաչի վրա ապահովեցին սատանայի պաշտությունը, այսինքն Հիսուսը հաղթեց։ Մեր հոգևոր թշնամիների դեմ հաղթանակը բերեցին հոգևոր հանգստությունի ժողովրդին եւ հավիտենական ժառանգություն շնորհեցին փրկագվածներին, ով որ հոգևոր հանգստություն ստանա այստեղ երկրի վրա, կմտնի նաեւ ֆիզիկական հանգստության մեջ նոր երկրի վրա։ Հանգստություն ինչից։
մեղքից եւ մեղքի հետևանքներից, այսինքն այնտեղ չի լինի անհանգստանալու որևէ պատճառ, չի լինի հիվանդություն, չի լինի չարություն, չի լինի մահ, չի լինի հիվանդություն եւ այլ վատ բաները, չի լինի վատ վերաբերմունք իրար, այլ միայն սերը կլինի, ինչի համար եւ ստեղծել էր մեզ Աստված, բայց մարդիկ ցավոք կորցրեցին դա, բայց մարդիկ առանձին հնարավորություն է ստացելու վեր գտնելու դա, Աստված նորից է պարգևում, երկրորդ շանս է տալի եւ երկրորդ հնարավորություն եւ Աստված տա, որ շատերը իրենց ձեռքից բաց չթողնեն այդ երկրորդ հնարավորությունը եւ փրկության գան։ Որպես նախակերպար Հեսուն մատնանշում է Հիսուս Քրիստոսի ծառայությունից այն կողմ, դեպի կատարումը եկեղեցու Քրիստոսի մարմնի կյանքում։ Նոր կտակարանի գրողներն ընկալում են Հեսուի այդ նախակերպարը եկեղեցական իրականացումը։ Քրիստոսի մարմնի եկեղեցու անդամները ներգրաված են չար ուժերի դեմ հոգևոր պատերազմի մեջ, նրանք սակայն վայելում են Աստծո շնորհած հանգիստը եւ իրենց հոգևոր ժառանգության օրհնությունները։ Ուրեմն Հեսուի այդ նախակերպարանայի վերջնական եւ ամբողջական իրականացումը տեղի կունենա Հիսուս Քրիստոսի իսկական կերպարի երկրորդ գալուստով, ինչպես որ Հեսուն մտցրեց հանգստի մեջ ժողովուրդը, այնպես էլ Հիսուսը բոլոր քրիստոնյաներին կմտցնի իր հավիտենական հանգստի մեջ, այսինքն նորից կրկնենք հավիտենական կյանքը, հանգիստ ինչից, մեղքից եւ մեղքի հետևանքներից, այսինքն այնտեղ խաղաղ եւ հանգիստ կյանք է լինելու։ Հեսուի կյանքն այնքան շատ էր արտացոլում Աստծո բնավորությունը, որ նրա կյանքի որոշ դրվագներ ստացան մարգարեական բնույթ, նախանշելով Մեսիայի գործունեությունը եւ անձը։ Մեզ համար այսօր Մեսիան արդեն եկել է։ Նրա ծառայությունը նախապատկերման կարիք չունի, սակայն մենք դեռևս ունենք արտոնություն արտացոլելու նրա բնավորությունը, այն փառքը, որը Քրիստոսը փափագում էր կիսել իր աշակերտների հետ, եւ որը կարող է դառնալ մերը, խորհրդածելով Քրիստոսի բնավորության մասին։ Որքան շատ ենք խորհում Հիսուսի մասին, այնքան ավելի ենք արտացոլում նրա բնավորության գեղեցկությունը։ Սա այնքան հիմնարար է այն հարցի համար, թե ուր պետք է տանենք Քրիստոսի հետ մեր ամենօրյա քայլելը։ Ահա թե ինչու խոսքի հետ ամենօրյա շփումն այնքան կարևոր է։ Ահա թե ինչու մենք պետք է ժամանակ հատկացնենք Հիսուսի կյանքի բնավորության եւ ուսմունքի շուրջ խորհրդածությանը, այո, նայելով մենք կերպարանափոխվում ենք։ Ասում է, այդպիսի ասացվածք ասում է, ասա ով է ընկերդ եւ ես ասեմ ով ես դու։ Ուրեմն Հեսունավեն մցրեց հրեա ժողովրդին իրենց նոր երկիրը եւ դա խորհրդանիշներ հավիտենական կյանքի, որտեղ պիտի մտցնի հավիտենական կյանքի այս նորոգված երկրի վրա, որտեղ քրիստոնյաներն պետք է մտցնի Հիսուսը, իսկական հրամանատարը, որի նախակերպարն էր միայն Հեսուն։ Եվ մենք սորելով այդ հին կտակարանից այս բաները հասկանում ենք ինչ էին դրանք խորհրդանշում։ Ուրեմն Քրիստոսի առակներ, էջ 34-35, Քրիստոսի առաքելությունը չհասկացվեց նրա ժամանակի մարդկանց կողմից։ Մարդկային ավանդույթները, պատվերներն ու կանոնները նրանցից թաքցնում էին այն դասերը, որոնք Աստված նպատակ ուներ փոխանցել։ Այսօր շատ մարդկային կանոններ, ավանդույթներ կան, որոնք ծածկում են մարդկանց աչքերից իսկական Հիսուսին, իսկական քրիստոնեությունը։ Այս պատկերներն ու ավանդույթները խոչընդոտ դարձան ճշմարիտ կրոնի ըմբռնման ու կիրառման համար, եւ երբ իրականությունը իդեմս Քրիստոսի եկավ, նրանք չճանաչեցին նրա մեջ նախակերպարների ստվերների վերջնական իրականացումը։ Նրանք մերժեցին նախակերպարը եւ կարճեցին իրենց կերպարներից, հակառակը նրանք մերժեցին իսկական կերպարը եւ կարճեցին նախակերպարներից ու անօգուտ ծեսերից։ Աստծո որդին եկել էր, իսկ նրանք շարունակում էին նշան խնդրել։
Ապաշխարեք, որտև երկնքի արքայությունը մոտեցել է, լուրին արձագանքեցին հրաշքներ պահանջելով։ Քրիստոսի ավետարանը գայթակղություն էր նրանց համար, որտև նրանք փրկչի փոխարեն նշաններ էին պահանջում։ Նրանք ակնկալում էին, որ Մեսիան կապացուցի իր պնդումները հզոր նվաճողական գործերով, կհաստատի իր կայսրությունը երկրային թագավորությունների ավերակների վրա։ Այս ակնկալիքին Քրիստոսը պատասխանեց սերմնացանի առակով։ Աստծո արքայությունը պետք է հաղթանակեր ոչ թե զենքի ուժով եւ ոչ բռնի միջամտությամբ, այլ մարդկանց սրտերում նոր սկզբունքի ներդրմամբ։ Ինչպես կաթոլիկ եկեղեցին խայտառակ արեց Հիսուսի եւ Աստծո անունը իր խաչակրած արշավանքներով, իսկն զենքի ուժով մարդկանց սարքում են քրիստոնյա, որ Քրիստոսը ազատության, կամքի ազատություն է, ընտրության ազատություն է տվել մարդուն։ Եվ մարդն է որոշում ինքը ուզում է հետևել Քրիստոսին, թե ոչ։ Իսկ մարդիկ աղավաղեցին ամեն ինչ եւ խայտառակեցին Աստծո անունը, եւ շատ մարդիկ դրա համար գայթակղվեցին եւ հիասթափվեցին Աստծուց։ Եվ վերջում կարդանք վկայությունների եկեղեցու համար հատորդ 4:156 Եկեղեցին կարիք ունի հավատարիմ քաղեբների եւ հեսուների, որ պատրաստ են հավիտենական կյանք ընդունել Աստծո պարզ հնազանդության պայմանով։ Մեր եկեղեցիների ծառայողների լուրջ կարիք ունեն, աշխարհը մեր դաշտն է, ավետարանիչների են սպասում քաղաքներն ու գյուղերը, որոնք գտնվում են կռապաշտության ավելի խոր ազդեցության տակ, քան արևելքի հեթանոսները, որոնք երբեք չեն տեսել ճշմարտության լույսը։ Ճշմարիտ ավետարանչական հոգին լքում է եկեղեցիները, որոնք կանչված են վեհագույն կարևորության զբաղմունքի մեջ։ Նրանց սրտերն այլևս չեն վառվում հոգիների հանդեպ սիրուց եւ իրենց Քրիստոսի հոտն առաջնորդելու փափագով։ Մենք այսքան առաջնորդելու դեպի փրկություն։ Մենք նվիրված ծառայողների կարիք ունենք։ Միթե չկա մեկը, ով կարձագանքի ամեն թաղամասից բարձրացող աղաղակին եկ եւ օգնիր մեզ։ Սա այն երազի մասն է, որ տեսավ կամ տեսիլքի մասին, որ տեսավ Պողոսը, երբ որ մեկը Մակեդոնիայից երևաց իրան տեսիլքի մեջ եւ ասում է եկ եւ օգնիր մեզ, այսքան իրենք հոգեվոր հացի կարիք ունեին։ Եվ ուրեմն այսօր ասում է ամեն մի թաղամասից այդպիսի չի չէ դուրս գալի, մարդիկ կարոտ են ճշմարտության, բայց ճշմարտությունը իմացողները թաքցրել են այդ գանձը իրենց մեջ եւ չեն ուզում տալ, չեն այդ սերը մարդկանց փրկության համար սարքել է։ Իրենք կարծում են, թե իրենք իմանալով իրենք փրկված են, ոչ, ուրիշներին իմացնելով մենք կփրկվենք։ Եթե մենք չենք ուզում ուրիշներին իմացնել, ուրեմն մեր սրտում սեր չկա, ուրեմն մեր սրտում չկա Հիսուս, եւ սուտ է այն հույսը, որ կարծում ենք, թե մենք կփրկվենք։ Իսկական քրիստոնյան միշտ ձգտում է մարդկանց տանել դեպի լույսը, դեպի ճշմարտությունը։ Կապ չունի, թե ինչ վտանգների միջով են անցնում, ինչ ծաղրանքների միջով, որտեղ սերը կարող է հաղթարել ամեն դժվարություն, ամեն վտանգ եւ ամեն ծաղրանք։ Թող մեր աղոթքների մեջ լինի, որ մենք այդ սերը ստանանք, եւ Հիսուսը ասեց, որ հունձքը հասել է, բայց հնձվորներ չկան։ Թող մենք դառնանք այդ հնձվորներից մեկը։ Մենք նվիրենք մեր կյանքը, մեր ժամանակը Հիսուսին եւ ժամանակ դնենք, թե խոսքով, թե գործով, մեր քույրերին, եղբայրներին, այսինքն մենք ասում ենք Հայր մեր, որ երկնքում ես, նշանակում է մարդիկ մեր քույր ու եղբայրներն են, որտեղ մեր երկնային Հայրն է նրանց բոլորին ստեղծել։ Մենք պետք է ժամանակ եւ երանգ ներդնենք Սուրբ Հոգու օգնությամբ, որպեսզի կարող լինենք այդ մարդկանց օգնելու, բերելու դեպի ճշմարտությունը։ Թող Աստված մեզ օրհնի այդ հարցում, թող իր հավատարիմ ծառաները լինենք եւ Աստծո ողորմությամբ մինչև մյուս